Հայաստանի դեսպանի Ռուսաստանի ԱԳՆ կանչվելուց հետո Երևանի եւ Մոսկվայի միջև դիվանագիտական լարվածությունը նոր փուլ է թևակողել։ Հանգստյան օրերին Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հայտարարել է, որ թեև Երևանում ԵՄ մասնակցությամբ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն նորմալ չէ այդ հարթակը հակառուսական հայտարարությունների, մասնավորապես Վլադիմիր Զելենսկու ելույթի համար տրամադրելը։ Մոսկվան ակնկալում է պաշտոնական պարզաբանումներ, թե ինչու վարչապետ Փաշինյանը չի փորձել իր հայտարարություններով հավասարակշռել հնչած հռետորաբանությունը, շեշտելով, որ Հայաստանի կողմից հակառուսական դիրքորոշում որդեգրելն անընդունելի է։ Մինչև այդ Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն էր կոչարել Երևանին հնարավորինս արագ կողմնորոշվել ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Պուտինը հիշեցրել է ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ստացած տնտեսական զգալի օգուտների եւ արտոնությունների մասին, ակնարկելով, որ քաղաքական վերջնական ընտրությունը կունենա իր անդառնալի տնտեսական հետևանքները։ Мы никому не запрещаем этого приезда. Приглашения официального нет. Ես վարչապետ Փաշինյանին արդեն մի քանի անգամ ասել եմ եւ այժմ կարող եմ հրապարակայնորեն կրկնել. մենք կսատարենք այն ամենին, ինչ շահավետ է հայ ժողովրդին։ Հայ ժողովրդի հետ մենք հատուկ հարաբերություններ ունենք դարեր շարունակ, եւ եթե հայ ժողովրդին շահավետ է այս կամ այն որոշումը, խնդրեմ, մենք դեմ չենք լինի։ Սկզբունքորեն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել եւ հարցնել Հայաստանի քաղաքացիներին, ինչքիսին կլինի նրանց ընտրությունը։ Դրան համապատասխանել մենք եւս համապատասխան եզրակացություններ կանեինք եւ կգնայինք փափուկ, քաղաքակիրթ եւ փոխշահավետ բաժանման ճանապարհով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին, ըստ որի Երևանը պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի իր տնտեսական վեկտորի հարցում եւ լսի քաղաքացիների ձայնը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է, ասելով, որ այս փուլում Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու օբյեկտիվ անհրաժեշտություն չի տեսնում։ Փաշինյանի խոսքով, քանի դեռ չկա ընտրություն կատարելու հստակ պահանջ, հարցը չի ներառվի քաղաքական օրակարգում, իսկ Հայաստանը կշարունակի մնալ ԵԱՏՄ լիարժեք անդամ։ Նա վստահեցրել է, որ որդեգրված բալանսավորված արտաքին քաղաքականությունը որևէ դավադիր տար չի պարունակում եւ նպատակ չունի վնասել Ռուսաստանի շահերին։ Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ եւ մենք Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ ենք, այնպիսի անդամ ինչպես մյուս անդամները, եւ քանի դեռ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը եւ ելի եմ ասում, քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում որևէ այդպիսի հարց դնել, նաեւ հարակվե կանենք այն պահին, երբ որ դրա օբյեկտիվ անհրաժեշտություն լինի։ Իմ գնահատականն է, որ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել եւ Եվրամիությանը եւ ԵԱՏՄ-ին, հաջորդել է Բրյուսելից հնչած հստակ ուղերձ։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ Եվրոպան կսատարի Հայաստանին Եվրամիության անդամ դառնալու նրա ձգտումներում, շեշտելով, որ միայն հայ ժողովուրդն իրավունք ունի որոշել իր ապագան։ Ըստ Եվրապաշտոնյայի, Երևանում կայացած վերջին գագաթնաժողովները հստակորեն կանխորոշել են այն ուղին, որով ցանկանում է ընթանալ երկիրը։ Մարթա Կոսը նաև հավելել է, որ Եվրոպան քաջատեղյակ է տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական բարդ դինամիկային եւ շարունակելու է ուշադրությամբ հետևել զարգացումներին։